Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, Իրան-Իսրայել հակամարտությունը տարբեր հետևանքների հարկե կարող է ունենալ, բայց ես ուզում եմ խոսել Հայաստանում դրա հիմնականում սոցիալական հետևանքների մասին։ Եթե այս կոնֆլիկտը երկարաձգվի եւ ավելի մեծ ծավալ ստանա հատկապես, մենք կարծում եմ, որ չենք բացառում նաեւ փախստականների ներհոսք Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ արդեն նաև կան որոշակի ազդակներ սահմանին, երբ խոսքը գնում է օրինակ փախստականների խնդիրներից, այսպես ասեմ, մեղմ ասած այդ իրավիճակից օգտվողների մասին եւ այլն, հարցս հետեւյալն է, արդյոք մենք որոշակի քննարկումներ կամ նախապատրաստություն տեսնում ենք այս հարցի վերաբերյալ, այսինքն փախստականներին ընդունելու, դա կարող է լինել կացարանների ապահովման, չգիտեմ, հետագայում իհարկե նաև այլ սոցիալական խնդիրներ, ինչպես նաև դրան ավելի համակարգված լուծումներ տալու, այս ուղղությամբ ուզում եմ հասկանալ որևէ աշխատանք կամ քննարկում արկա է կառավարությունում, թե ոչ, շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Բաթյան, ինչ խոսք խնդիրները բոլոր պոտենցիալ մոնիտորինգի տակ են ամենօրյա կտրվածքով, որովհետև այո, եւ փախստականների եւ լոգիստիկ խնդիրներ եւ էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել այսօր, պետք է մտածել, պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է եւ պետք չլինեն, բայց այնուամենայնիվ մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում եւ մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ես նորից եմ կարևորում հատկապես համակարգային մոտեցումը եւ աջակցությունը, սկսած սահմանից տեղափոխումը, մարդկանց ընդունումը, նորից եմ կրկնում, իհարկե բնականաբար որևէ մեկի համար ցանկալի չի լինի, որ այդ իրավիճակ ունենանք, բայց չենք կարող երբևէ մտածել, որ այդ խնդիրներից կարող ենք խուսափել եւ իհարկե ես գիտեմ, որ նաեւ Հայաստանում մենք ունենք բնակ ֆոնդի, սոցիալական այդ բոլոր կարիքների ապահովման խնդիր, ես կարծում եմ, որ ավելորդ չէ նախապես պատրաստվելը, հետո իհարկե դրա կարիքը չունենալ։ Շնորհակալ եմ։ Համաձայն եմ Տիկին Բաթյան, նման հարցերը տարածաշրջանում նման իրավիճակի պարագայում այդ հարցերը ինքնահոսի բնականաբար չի կարելի թողել, ես վստահեցնում եմ ձեզ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը քննարկվում են, ուղղակի սցենարների մասով չի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել, բայց սցենարներում այո, ձեր ասած խնդիրը, էներգետիկ խնդիրը եւ լոգիստիկ խնդիրը կա, իդեպ լոգիստիկ խնդիրներ արդեն իսկի հայտ են եկել, այդ իմաստով բնականաբար այդ ամեն ինչը կա եւ մնում է մեր ուշադրության կենտրոնում։